Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, ինչպես եւ քիչ առաջ հուշեցինք, որ տեսանյութի հետ կապ ունեն մեր հյուրերը, ներկայացնեմ, որ մարտի 12-ին համաշխարհային ռեկորդներում գրանցվեցին կամ վերաթարմացվեցին 2 հայ անուն։ Դրանցից անմիջապես հետո հայ մարզիկը մեկնեց Վիեննա, մենամարտի եւ վերադարձավ եւս 1 հաղթանակով։ Ռեկորդների սահմանման տեսանյութն արդեն դիտեցինք, իսկ այլ հարցերին վստահ եմ կպատասխանեն մեր հյուրերը։ Մեր հյուրերին ես սիրով ներկայացնեմ Հայաստանի բազմակի աշխարհի 6-ակի Գինեսի ռեկորդակիր միջազգային սպորտի վարպետ Արտուր Սաքունց, բռնցքամարտիկ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Հայաստանի 20-ակի եւ աշխարհի 8-ակի ռեկորդակիր Յուրի Սաքունց։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ դուք։ Հատկապես վերաթարմացվելուց հետո, ինչպես ասում են։ Ինչ ասել է վերաթարմացվելը ռեկորդների գրքում։ Դա այն է, երբ որ ունենք բազմաթիվ սահմանած ռեկորդներ, ավելացավ եւս մեկը։ Ձեր ռեկորդը Կարելի է համարել, որ վերաթարմացրեցինք ռեկորդը, բայց իրականում սա նոր ռեկորդ էր, նոր համաշխարհային ռեկորդ է, քանի որ որպես տրանսպորտային միջոց ճգույն մատով ես քաշեցի ուղղաթիռ։ Նոր համաշխարհային Գինեսի ռեկորդ սահմանվեց այս վարժությունով։ Քանի կիլո եք կշռում։ Ես 60։ Դուք չէ, այդ ուղղաթիռը։ Ուղղաթիռը 6000 կիլոգրամ։ Այո։ Գաղտնիքը ինչու՞մ է։ Գաղտնիք չկա։ 60 կիլո ասացիք դուք։ Ես 65 կիլոգրամ։ 65 կիլոգրամ կշռող մարդը կարողանում է մի քանի տոննա կշռող իր տեղաշարժել։ Դրա համար կենտրոնացում է պետք, ուժ է պետք, ինչ է պետք, կամքի ուժ է պետք։ Շատ բազմաթիվ դեր նշած բազմաթիվ բաներ են պետք, օրինակ պետք է ամենակարևորը հավատ առ Աստված, լինել բարի մարդ ու հավատով լսել այն գործին, ինչով որ զբաղվում ես, ինչով որ նպատակ ունես։ Ինձ հետաքրքիր է, դուք սպորտսմեններ եք, լուրջ սպորտով եք զբաղվում, որ պահից հասկացաք, որ ուզում եք նման ռեկորդներ սահմանել, այսինքն ոնց եղավ այդ պահը, որ ասենք, չգիտեմ, մեքենա պետքա քաշենք կամ, չգիտեմ, ասենք, ավտոբուսա կամ ուղղաթիռը, ոնց դա որոշվեց։ Ոնց որոշվեց, արդյոք։ Ես ասեմ, իմ եղբայրն է Յուրի Սաքունցը ռեկորդակիր է, ես զբաղվել եմ բշամարտով 4 տարեկանից, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ, սամբոյի աշխարհի բրոնզե մեդալակիր եմ, 16 տարեկանում տեսա, որ իմ աղբերը ռեկորդներ է սահմանում, նա ճուկուտով քաշեց Մերսեդեսը, ես տեսա եւ հետաքրքրություն առաջացավ կոնկրետ ինձ մոտ, որ ես պետք է նման էլի ռեկորդներով զբաղվեմ ու աղբորիցս արդեն իրար հետ վիզ դրելով պարապելով ստացվեց։ Հենց այդ ես տեսել եմ իմ աղբորից սովորել եմ, իրանից կոնկրետ։ Դուք ումից եք տեսել։ Կային էլի նման մարդիկ ունենք մեր ազգաբնակչության մեջ, որ նմանատիպ ռեկորդներ են սահմանում։ Դե հա, մենք Հայաստանում շատ յութազուններ ունենք։ Հա։ Բայց ես իրականում ինքս փորձել եմ իմ երկրի լավ ներկայացնելու համար այնպեսի սպորտով զբաղվեմ, որ հնչեղ լինի։ Դա է անբաժանելի է։ Ես մանկուց եմ պարապում սպորտով։ Սկզբից պարապել եմ ազատ ոճին բշամարտով, այնուհետև արդեն տարիների ընթացքում որոշել եմ Գինեսի ռեկորդներ սահմանել։ Եվ ինչպես նշեցիք, հիմա արդեն բռնցքամարտով եմ զբաղվում։ 2 օր առաջ վերադարձել եմ Ավստրիայից եւ նույնպես հաղթանակով։ Սա սիրողական պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Շատ լավ է։ Վերջում մեր բռնցքամարտիկները արդեն ոնց որ կամաց ճանապարհ են հարթում դեպի պրոֆեսիոնալ բռնցքամարտ։ Դե այնտեղ համ գումար են աշխատում, համ պրոֆեսիոնալ բռնցքամարտի այդ գոտիները, քանիսն են գոտիները, 4-ն են։ 4 լավագույն գոտիներ են, բայց իրական գոտիները շատ են։ Չէ, ամենալավը WBC, WBO, IBF, ու WBA։ 4 գոտիներն են իրականում, բայց դե մնացածներն են պակաս գոտիներ չեն։ Շատ այլ վարկածներով գոտիներ կան, որոնք որ նույնպես իրանք համաշխարհային պաշտոնապես ցուցակագրվում են եւ համարվում են լավ գոտիներ։ Հիմա արժևում մենք ինչ ունենք, ինչ մրցույթներ ունենք, ինչ պլաններ ունենք, ինչ նպատակներ ունենք, ուր ենք գնում տենց հստակ քայլերով, ինչ հաղթանակներ ենք։ Ես ասեմ, ես էլ մարտի 12-ին ռեկորդ սահմանեցի, խոսամ այդ ռեկորդից, հետո ասեմ ինչ ռեկորդի եմ պատրաստում կոնկրետ ես։ Մարտի 12-ին քաշեցի ուղղաթիռը ատամներով 16 մետր։ Դա նույնպես Գինեսի գրքում գրանցվելու է աշխարհի ռեկորդը, համաշխարհային ռեկորդը։ 6 տոննա 16 մետր կոնկրետ։ Հիմա կպատրաստվենք Աստծո հաջողությամբ, ես կփորձեմ քաշել Սամելոտը Աստծո հաջողությամբ։ Վտանգավոր չի։ 40, 50, 60։ Իսկ երբ ասում եք 16 մետր, այսինքն կան մարդիկ, ովքեր էլի սահմանել են նման ռեկորդ, բայց ավելի քիչ տարածություն են կոնկրետ ուղղաթիռի հետ կապված ոչ, ուղղաթիռը աշխարհում ոչ մեկ չի քաշի ատամներով։
Այսինքն 16 մետրը ինչքան դիմացել եք, թե ձեզ համար մինչև այդ որոշել եք, որ հենց այդքան պիտի լինի։ Ինչքան կարացել եմ, ես ռեկորդներ ունեմ սահմանած, որը կոնկրետ շրջանցել եմ ինչ-որ մարզիկների։ Ռեկորդ ունեմ կատարած բանակում, շրջանցել եմ թուրք մարզիկի, ռեկորդ ունեմ կատարած շրջանցել եմ չինացի մարզիկի, կոնկրետ որ իրանց Գինեսի ռեկորդերը շրջանցել եմ եւ ես եմ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ Բայց այս դեպքում արդեն մենակ դուք եք, ոչ մեկ չի ուզում լուղաթեր Ոչ մեկ չի արել, նորություններ։ Վտանգները արդարացված են։ Վտանգներ կա, ասեմ, վնասվածքներ կա, վնասվածքներից չենք կարող խոսափենք, ինչքան ուզենք թե չուզենք, մեկը վնասվածքները լինում է, ասեմ, որ ամենալուրջ խնդիրը իմ մոտ լինում է մեշկի, ոտի եւ վզի մկանները։ Ամենալուրջ վտանգը դա որ մեշկը միշտ ցավում է, դրանից հետո մի շաբաթ գոնե ոչ կարում է շարժվեց, ոչեցին, ոչին։ Բայց արդարացված է, արժե այդ արժե, քանի որ ասեմ, առողջության մեր հաշվին։ ռեկորդների հետ կապված ասեմ, որ ամբողջ աշխարհն է տեսնում այս ռեկորդները, մենակ մեր Հայաստանով չի եզրափակվում, ամբողջ աշխարհին ցույց ենք դնում հայ ուժը։ Մեր օգնությամբ էլ էլի ճանաչում են մեր Հայաստանը որպես ուժեղ պետություն։ Չկան մասնագետներ, որոնք կարող են օրինակ ձեզ հուշել, ցուցել, որ նման ռեկորդներ սահմանելիս պահպանեք որոշակի կանոններ, որպեսզի առողջական խնդիրներ չունենաք։ Դե մենք գիտենք, որ պետք է որը պահպանենք, որը չպահպանենք։ Դες մենք ենք մեր Մասնագետներն են։ Մենք ենք մասնագետ, այո։ Իսկ հետաքրքիր է, երբ մենք օրինակ այդ ծանրությունը քաշում ենք, այդ քաշելու եւ օրինակ ինչ որ X ծանրություն բարձրացնելու, դրանց մեջ մեծ տարբերություն կա ստերեոտիպին, ճիշտ է։ Կոնկրետ ես չեմ սիրում ծանր քաշել, բարձրացնել, չեմ էլ փորձում, չգիտեմ ինչքան կարամ բարձրացնեմ, Չէ, նկատի ունեմ օրինակ մի 100 կիլոգրամանոց արկը ձեզ համար ոչ մի բան է, հա։ Դե բայց ամեն դեպքում այդտեղ ինձ թվում է մենակ այստեղ ուժի գործոնը չէ, այստեղ տեխնիկայի գործոնն է, որովհետև եթե ուժով նայենք 6000 կիլոանոց ինչ որ բան քաշելը դա մարդու ուժերից վեր է, ինձ թվում է դա ինքը տեխնիկայի ավելի շատ հնարք է։ Իմ կոնկրետ ասեմ, նպատակ կա դրած։ Մենք 16 տարեկանից ասեցի ռեկորդով եմ զբաղվում։ Կոնկրետ նպատակը շատ ուժեղ էր ու ասեմ Աստծո ուժից էր, որ մենք կարացանք այդքան անենք։ Որտեվ շատ ջանք են գործադրել, ձեր ասած վնասվածքներ, հիասթափություններ 50,000 անգամ մենակ փորձել ենք չի եղել, այնպես չտես, փորձինք, քաշինք, հաջողություն եղավ։ Բայց այն որ Աստված տեսա, որ մենք անկեղծ վիզ ենք դնում, որ մենք Գինեսի գրքում գրանցվել է, որ ամեն մարդու բան չի։ Հիմա քանի ռեկորդներով եք գրանցված Գինեսի գրքում։ Ես ունեմ 7 ռեկորդ։ Գինեսի գրքում 5 ռեկորդ, աշխարհի գրքում 2 ռեկորդ, Հայաստանի 10 20։ Իսկ կա ինչ որ նմանատիպ մրցույթ թեկուզ, չգիտեմ, ինչ որ նմանատիպ միջոցառում կա, որ ասենք ուրիշ երկրում, օրինակ, չգիտեմ, հավաքվում են նմանատիպ ռեկորդակիրներ ու ասենք մեկը մյուսի հետ մրցում է, ասենք մեկը քաշում է 16 մետր, դու գրում ես 18 մետրով ռեկորդ ես։ Կան ինչ որ նման բան, թե չէ։ Դες բան չեմ հանդիպել ես էլի, չկա երևի էլի։ Մենակ այն է ռեկորդը, որ ես գիտեմ օրինակի համար, չինացի մարզիկը կատարել է ռեկորդ, ես տեղեկացվեցի այդ ռեկորդի մասին։ Նա ստոյկա տված, ոտքերը օդում, ձեռքերը ներքևը, փորով քաշել էր 1 տոննա 200 կիլոգրամ ավտոմեքենա։ Այդ ես տեղեկացվեցի այդ ռեկորդի մասին, 6 ամիս պարապելուց հետո ես շրջանցեցի նրա ռեկորդը։ Ես քաշեցի 1 տոննա 500 կիլոգրամ ավտոմեքենան 5 մետր։ 1 մետրը 4 վայրկյանով։ Եվ շրջանցեցին, այդ տեղեկանում ես, արդեն պարապում ես ու շրջանցում ես։ Տանը սպորտսմեններ ունեցել եք, ծնողների, պապերի, տատերի, չգիտեմ, թե դուք եք միակ սպորտսմենները ձեր տանը։ Ունեցել ենք, իհարկե ունեցել ենք։ Իմ հայրիկը եղել է աղոտ ոճի միշամարտիկ։ Դե մենք էլ փորձում ենք շարունակենք։ Գեներից էլ այլ եկե։ Դե հա, իհարկե, իսկ բռնցքամարտի հետ կապված ինչ նոր պլաններ կան, ինչ մրցույթներ կան, ուր են գնում։ Բռնցքամարտի հետ կապված, այո։ Բացարձակ չեմպիոն։ Բռնցքամարտը մի քիչ ուրիշ աշխարհ է իրականում։ Կուզեմ պատմեմ, որ 2 օր առաջ Վիեննայում շատ լավ մեծ պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային առաջնություններ, որտեղ նոկաուտով հաղթեցի Սլովակ մարզիկի։ Կուզեմ նշեմ, որ մեր հայերի միասնակությունները եւ թասիբը, ինչպես ասում են, արժանապատվությունը ես դրսում ավելի քան տեսնում եմ։ Իրականում երբ որ ես երկրից դուրս եմ գնում, մեր հայերի միասնակությունն 10 անգամ ավելի դուխ է տալիս։ Ես մրցումները Վիեննայում էր, բայց Ավստրիայի տարբեր քաղաքներից հայերս եկել էին, այո, իմացել էին, որ մեծ մրցաշարը եկել էին, որ դուխ տային, որ կողքս լինեին, աջակցեին, օգնեին, իմ հետ լինեին։ Իսկ հետագայում ունենք շատ կարևոր մրցաշար, որտեղ մենամարտել եմ ադրբեջանցի մարզիկի հետ 1 ամսից ուղիղ։ Հիմա ջանք ու եռանդ չենք դնում,
քրտնում ենք, արյուն ենք թափում, որպեսզի եւս մեկ անգամ լավ հանդես գանք եւ արժանավուն ձևով մեր երկիրը ներկայացնենք։ Օ, դրանց հաղթել է պարտադիր պայմանը։ Դե մենք մարզիկներս փորձում ենք։ Ամեն դեպքում, այո։ Սպորտը չենք խառնում քաղաքականությանը, դե ես միշտ ասում եմ, բայց ամեն դեպքում հաճելի է, երբ որ լավ ծեծ է ուտում։ Դե հաճելի է, որ մարզիկներն լավ վերաբերմունք հաստանում, Այո։ որ կարողանա իր գործը լավ անի, իսկ եթե մարզիկը չի ստանում համապատասխան վերաբերմունք, հիասթափվում է եւ դառնում է զբաղվում է քաղաքականությամբ։ Հիմա մեր մարզիկները լավ վերաբերմունք ստանում են մեր պետության կողմից, մեր հանրության կողմից, այդ աջակցությունը կա թե չէ։ Դե դա գլոբալ է ասված մարզիկները, ես մեր փոխարեն կարող եմ պատասխանել։ Ես եմ հարցում որպես մարզիկ։ Մեր փոխարեն կարող եմ պատասխանել, որ աջակցությունը ես տենում եմ, իհարկե աջակցությունը տենում եմ անհատ մարդկանց կողմից, ովքեր իմ ընկերներն են, իմ եղբայրները, որ թե ֆինանսապես եւ թե հոգեպես, չգիտեմ, ֆիզիկապես փորձում են մեզ աջակցել, որպեսզի մենք կարողանանք երկիրը լավ ներկայացնել, բայց եթե իրականում խոսենք պետությունից, պետությունը առ այսօր ոչինչ ձեռ չի ձեռնարկել, որպեսզի մենք լավ ներկայացնենք մեր պետությունը։ Դե ոչ, չի սիրում ձեզ էլ, մեզ էլ, ոչ ոք չի սիրում, էլի, չգիտեմ։ Հանկարծ չհաղթեն բանին ադրբեջանցի մարզիկին։ Չէ, դե ասում եմ հենց իրանց ինատու պետքա հաղթել։ Չէ, դե անշուշտ։ Դե իրականում մենք իհարկե շատ սպորտսմենների ենք հասցնում այստեղ հյուրընկալել եւ երբ չի եղել դեպք, որ գոնե մի սպորտսմեն չասի, որ ում հպարտությամբ չասի, որ ենթադրենք Թուրքին կամ ադրբեջանցուն ինքը տենց պարտության է ենթարկել, իրականում մենք դրանից ուրախանում ենք եւ ով ոնց ուզում է վերագրել, ուզում է քաղաքական աստարտասրան, ուզում է ոչ, ես որպես անհատ հպարտեմ, ուզում եմ եւ միշտ եմ ուզում, որ մեր հայերը հաղթեն դրանց։ Հենց տենց էլ ձևակերպում եմ, ուրիշ ձևակերպում չգիտեմ, չի կարող իմ հայ զինվորին սպանածը դառնա ինձ համար ինչ որ բարեկիրթ մարդ, հա, ինքը թշնամի է եւ վերջ։ Ոնց որ մենք ենք իրենց համար թշնամի։ Իրենց երկրում մենք իրենց թշնամին ենք եւ դա քարոզվում է։ Ես ասեմ, մենք շատ մեղմ ենք, մենք իրենց երկրում ոչ թե իրենց համար թշնամի ենք, մենք դպրոցներում քարոզվում է, մեր դպրոցներում այդպեսի բան չի քարոզվում։ Մենք ուղղակի ներկայացնում ենք պատմություն, իրենց դպրոցում քարոզվում է դա, որ մենք իրենց թշնամին ենք, գան ժամանակներ, ամեն ինչ կփոխվի։ Դե իհարկե։ Հուսանք փոխվի։ Բայց ես մի հարց ունեմ, դուք Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի սան եք դուք։ Ես Հայաստանն եմ ներկայացնում ամբողջ աշխարհում։ Հայաստանում կա ֆեդերացիայի բռնցքամարտի ֆեդերացիա Լյուբիցել, այսինքն սիրողական Հայաստանի սիրողականների ֆեդերացիա։ Իսկ պրոֆեսիոնալ մարտիկները ամեն մեկը յուրաքանչյուր ինքնին են ներկայացնում ամբողջ աշխարհում։ Իսկ մենք չենք պատկանում ֆեդերացիա։ Եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես, պրոֆեսիոնալ բայец ես, կռվող ես, դու չես պատկանում ինչ-որ մի ֆեդերացիայի։ Հասկացա։ Հա, այդպես բան կա։ Չգիտեի։ Բայց իրականում դա իհարկե ես համաշխարհային պաշտոնապես կա համապատասխան բռնցքամարտի ամաշխարհային ցուցակ, որտեղ իմ անուն ազգանունը գրած է Հայաստանի դրոշով ու բացի դա ես պատվով եմ ներկայացնում եւ ներկայանում դրոշով Հայաստանի։ Ընտիր։ Բազմաթիվ պետություններ եմ եղել է դեպք, որ նույնիսկ Հայաստանի մասին չեն իմացել։ Եղել է դեպք, որ Հայաստանի օրդները միացնելուց չեն իմացել։ Ես եմ մոտիկացել ու համակարգչով ցույց տվել օրդները որն է։ Սա ցավալի է, բայց փաստ է։ Դե, հա։ Ասացիք ապրիլին է լինելու մենամարտը։ Այո, մյուս ամիս է լինելու մենամարտը։ Որտեղ է լինելու։ Գերմանիայում։ Գերմանիա։ Այո, պատրաստվում ենք ու բացի թե ֆիզիկապես, որ մենք շատ ծանր աշխատանք ենք տանում, որպեսզի վերականգնենք, պատրաստվենք այդ մենամարտին, նաև ֆինանսապես։ Շատ մեծ խնդիրներ է, իրականում ֆինանսապես մարզիկը պետք է լինի ապահովված, որտեղից կարողանա իր ուղեղը չմտածի ֆինանսի մասին։ Միայն տրամադրվի պարապելու մասին, իսկ մենք տաստեղ ենք, թե ֆինանսապես ենք փորձում հասկանանք որտեղից է այդ գումարները ճարվելու։ Իհարկե ելի կասեմ, փառք Աստծո, մենք ունենք ընկերներ, ովքեր որ մեր կողքին են, կարողանում ենք։ Բայց առաջ ունեցել եք դիմելու, օրինակ, եթե մենք խոսում ենք պետության կողմից չկա աջակցություն, առաջ ունեցել եք դիմելու։ Բազմաթիվ անգամներ, այո, իհարկե։ Ինչ է պատասխանը։ Որ բյուջե չունենք։ Կարճ կոնկրետ էլի, երկար վարակ չպատմեմ, հա։ Նախատեսված բյուջե ունենք, ուղեղ չունենք, ոչ մի բան չունենք։ Բյուջե չունենք։ Նախատեսված բյուջե, այսինքն մենք չունենք, չենք տրամադրում։ Շատ անկեղծ են, չէ՞ նախատեսել, դրա համար չունեն, որ նախատեսենք ունեն։ Ասма ճիշտ ասած նախորդ ամիս մեքենա ենք գնել։ Բյուջե չունենք։ Մի քիչ Mercedes-ը թանկ նստեց։ Բյուջե չկա։ Ես ամեն առավոտ Թիկնապահների ամեն առավոտ ինչ-որ նոր բաներ եմ բացահայտում, բյուջե չունենք։ Ասма զավեշտի է վերածվել իրականում, այո, մենք բյուջե չունենք։ Բայց
Բայց լավ մարզիկներ ունենք փոխարենը։ Չէ, բայց ես իմիջիայլոց ասեմ, դե չունենք բյուջե։ Քանի որ հանրությունը շատ բարեհամբույր կերպով ընդունեց տրանսպորտի թանկացումը եւ ձևակերպեց, որ մենք արտակարգ որակով տրանսպորտ ունենք, ասում Աստված չանի հանկարծ ձեր ոտքն ընկնի Եվրոպա, որ ասում եք գաք խփեք ձեր ծնկներին, բայց քանի որ մենք համաձայնեցինք եւ մեծ հպարտությամբ հանուն պետության տալիս ենք, եկեք այդպես մի բան կազմակերպենք, challenge, տենց են, չէ՞, ասում եմ, տենց գլամուր է արտահայտությունը։ Ես էլ եմ հին, դրա մոտ կարող սխալ ասեմ այդ բառը։ Կազմակերպենք այդպիսի բան, օրինակ այդ 50-50 դրամները հավաքենք, եթե նոր մեքենա չկա առնելու, մի քիչ ոտներդ կախկցեք, էլի, ես երկու օր այդ մեքենան ուզում եք, մի քիչ տենց կախկցեք, չառնենք, օրինակ այդ գումարը գնա հայ մարզիկների որոշակիորեն աջակցության, որոնք հայ դրոշն են բարձր։ Ասում եմ, ինչ եմ խոսում, մարդ ադրբեջանցու հետ է կռվել, դու պատկերացնում ես, որ աջակցեն։ Դու այդ կարաս տենց երևակայություն ունենալ։ Ոչ։ Թող չաջակցե, թող չխանգարեն ամենակարևորը։ Այո։ Կարելի եմ ասում, չէ, չխանգարելը։ մենք մեր ընկերների շնորհիվ մեր հայրենասեր լավ մարդկանց հետ միասին, որ միասնական կփորձենք մեր երկիրը լավ ներկայացնել, մենակ թող չխանգարեն։ Մենք ձեզ հաղթանակ ենք մաղթում։ Իհարկե կխանգարեն։ Այո, մենք ձեզ հաղթանակ ենք մաղթում, իրականում ցավից ենք մենք ցած խոսում, ես չի որ լավ օրություն խոսում, դու Կարավոջյան մեզ ոչ չէիք, որ լսեիք մենք ինչ ենք հիմա բարբերաբար այսպես արդեն ասպա հիստերիկ ծիծաղի մեջ ընկնում, երբ լսում ենք այդ տեսակ ձևակերպումներ, երբ մշակույթի գործիչները, մեր սպորտսմենները գալիս են ու ասում են, դա տենց բյուջե չկա ու տենց ինչ որ ֆանտաստիկայի ժանրից բան է սկսվում, էլի պատմություն է սկսվում, որովհետև դրա ֆոնին կա լրիվ այլ իրականություն, բայց հուսանք, որ իրականում այդ որ ասում եք դրսում միասնական են, այդ շատ է պակասում այստեղ մեզ, որովհետև ես անընդհատ կարծում եմ, որ մենք դադարել ենք միասնական լինելուց, բայց եթե մենք դրսում կարողանում ենք միասնական լինել, այդ ինձ միայն ոգևորում եւ ել ավելի հույսով է լցնում։ Թող որ ոչինչ, մի քիչ էլ լինի ընկերների եւ աջակիցների շնորհիվ, մարդկանց շնորհիվ, ովքեր հասկանում են, ինչ է կանում, մինչեւ ասում եմ, մինչեւ տեսնեն գլխներից ինչ է գալիս։ Ամենամեծ ցավը անտարբերությունն է իրականում։ Առավոտյան ինչ է ասում։ Դա արդեն ցավ չի, դա մեղք է, դա մեղք էլ չի, դա ես չգիտեմ։ Իմիջիայլոց անտարբերությունը մեղքերի ցուցակում է։ Իհարկե, համար առաջին մեղքն է անտարբերությունը։ Մենք ձեզ հաղթանակ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Դուք իմացեք, որ գոնե կան մարդիկ, այդ կորիզը կա, հիմքը կա, որ ձեր կողքին քայլելով գալիս է, հիմա մենք ունենք այս հարթակը, փորձում ենք ձեզ լուսաբանել, ուրախանում ենք ձեր հաղթանակներով, ուրախանում ենք ձեր ռեկորդերով ու մենք միշտ սպասում ենք մեր տաղավարում ձեզ նոր հաղթանակներով, նոր հաղթանակների մասին կխոսանք, կշփվենք, ապրիլին մի լավ սատկացրեք ու եկեք։ Ճիշտ է, սպորտը մեզ չեմ սիրում նման խոսույթը, որովհետև սպորտը ամեն ինչից վեր է, բայց ամեն դեպքում գոնե մի քիչ սրտահովանք։ Բոլոր առումներով, սկսած մշակույթից վերջացրած սպորտից, ինչքան շատ հաղթանակ իրենց հանդեպ այնքան լավ։ Եվ հաղթանակ մաղթելով մեր հյուրերին ու իրենց դիտարկումը նաև լսելով, որը ուղիղ հենց այն արտահայտությունն էր, որը ես առավոտյան հնչեցրեցի, դուք շարունակեք անտարբեր լինել բնության հանդեպ, սպորտսմենի հանդեպ, կրթության հանդեպ, հայրենիքի հանդեպ, սահմանի հանդեպ, մշակույթի հանդեպ, բնության հանդեպ, հատեք ծառերը, քանդեք կրթությունը, անտարբեր եղեք սպորտսմեններին, ովքեր ռեկորդակիրներ են համաշխարհային եւ Հայաստանի դրոշն են բարձրացնում, որովհետեւ դա X կառույցներին պատիվ չի բերում։ Բայց փոխարենը սիրելի հերոստատիտողներ, որը ազգ ու ժողովուրդ է կոչվում, այ եթե դուք չլինեք անտարբեր, այսօր այս տեսակ կարծիքներ ու ցավոտ իրականություն չեր հնչի հերոստատեսությամբ։ Եվ սա առաջին հերթին ձեր անտարբերության պատճառով եղավ, որովհետև եթե դուք չլինեիք անտարբեր, ավելի վերևում չէին համարձակվի լինել անտարբեր։ Չնայած այնտեղ անտարբեր չեն, այնտեղ ուղակի անում են ինչ որ պիտի արվեր։ Ձեզ հաղթանակ, շնորհակալություն, որ մեզ Շնորհակալություն ձեզ։ Կսպասենք հաղթանակներով, այս պայն մեր եթերում գովազ, որից հետո կշարունակենք։